Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորների օրը եւ այդ կապակցությամբ մենք հրավիրել ենք այսօր մեր տաղավար ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Սևակ Ավագյանին, բարի լույս։ Բարի լույս։ Ձեր անցած տոները շնորհավոր եւ մաղթում եմ ձեզ, որ 2026 թվականը լինի ել ավելի լավ բոլորիս համար, ել ավելի առողջ եւ ել ավելի իմաստալից։ Ինչ է առհասարակ, մարդիկ դիտում են մեզ եւ օրինակ չեն հասկանում ինչի մասն է խոսքը, ինչ է առհասարակ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր եւ ինչով է նա տարբերվում օրինակ մեքսիկական դոնորների ռեեստրից։ Ես փոքր ավելի ուշ կփորձեմ զուգահեռներ անցկացնել երկու ռեեստրների։ Հայ եւ մեքսիկական։ Առավել եւս, որ աշխարհում արդեն գոյություն ունեն 100-ից ավելի ռեեստրներ։ Եվ նրանք բոլոր ազգային են։ Ոչ կարծես թե միայն մերն է, որ ազգային է, որովհետեւ դրա համար հատուկ կոչվում է հայկական։ Եկեք չմոռանանք, որ մենք բավականին հոմոգեն բնակչություն ունենք եւ 90-ից ավելի տոկոսը հայերեն եւ ընդհանրապես սա ոչ միայն Հայաստանի դոնորագրման խնդիր է, այլ աշխարհասփյուռ, այսինքն մեր շահառուները 10 միլիոն կամ միգուցե ավելի հայեր են եւ մենք ընդգրկում ենք բոլոր նրանց, ովքեր հայկական ծագում ունեն։ Խնդիրը այն է, որ մենք հայերս ունենալով հատուկ, չասեմ, բայց մի փոքր տարբեր գենետիկ կառուցվածք, հավանականությունը, որ հայը հային կարող է օգնել այս հարցերում շատ ավելի մեծ է, քան այլ էթնիկ խմբերից։ Միաժամանակ պետք է նշեմ, որ մենք միջերկրածովյան գենետիկ խմբի մաս ենք կազմում, դա նշանակում է, որ մենք մեր գեներով կիսում ենք աշխարհաքաղաքական դարերից եկող հանգամանք է սա միջերկրածովյան երկրների հետ եւ անգամ կարող եմ օրինակ բերել, որ ասկենասի հրեաները մասնավորապես տարապում են նույն գենետիկ հիվանդություններով ավելի շատ ինչպեսին մեկ պերիոդիկ հիվանդության ընտանեկան երևանյան հիվանդություն ցավոք սրտի կոչվում է երևանյան, բայց չգիտեմ որտեղից է գալիս, ինքը FMF-ն է, Familiar Mediterranean Fever կոչվածը եւ դա պարզապես օրինակ, որ գեները շատ խոսուն են եւ նրանց արկայությունը բավականին գիտահենք է եւ այս աշխատանքը, որ մենք սկսեցինք, սկսվեց վաղ 1999 թվականից, մենք այս տարի նշում ենք մեր 27-ամյակը գործունեության եւ պարզապես սկսեց նրանից, որ Մեսրոպ Աշչյան կար արևելյան թեմից սրբազաններ, որը դիմեց ինձ եւ խնդրեց մի աղջնակի համար դոնոր գտնել Հայաստանում ընդհանրապես հայկական ռեեստրը գոյություն չուներ այդ ժամանակ կային մի քանի ռեեստրներ եւ ամենակարևորն ու մեծը դա անգլիական Anthony Nolan առաջի ռեեստրն էր եւ ամենամեծը այն ժամանակ մեզ համար տարօրինակ էր ոսկրածուծ դոնորներ նման հասկացությունները ես ինքս այդ ժամանակ նախարարությունում էի աշխատում որպես փոխնախարար եւ սկսեցինք փնտրտուքը գտնելու մասնագետներ ովքեր կարող են մեզ այս հարցում օգնել Եվ ի ուրախություն մեզ մենք գտանք դոկտոր Ֆրիդա Ջորդանին, որը հենց աշխատում էր Բրիտանիայում այդ ժամանակ, որը անտիկինների որոշման, ախտորոշման լաբորատորիայի պատասխանատուն էր։ Նա եկավ Հայաստան, մենք հանդիպեցինք եւ որոշեցինք հիմնել այս ռեեստրը։ Եվ այսօր այդ ռեեստրը գործում է եւ կարծես գործում է ոչ միայն Հայաստանում բնակվող հայերի համար, այլ նաեւ Սփյուռքում բնակվող հայերի համար եւ սա կարծես թե իրար հետ խոսացող մի տեսեք հայերը որպես փոքրամասնություններ մնացած երկրներում որ ապրում են իրենք միշտ չէ որ այդ երկրի ռեեստրին անդամակցում են Այդ մենք է որ գնում ենք այնտեղ երբ որ առիթներ են լինում գիտաժողովների ընդ որում օգտագործում ենք բոլոր հնարավոր խողովակները լինի դա դիվանագիտական խողովակ լինի դա մշակութային պարզապես ծանոթություններ եկեղեցի ինչու՞ չէ եւ նրանց միջոցով դուրս են գալիս հայ համայնքի վրա մենք մոտ 41 երկրներում արդեն ունենք մեր փոքրիկ ներկայացությունները ամենամեծը Միացյալ Նահանգներում է եւ Պարսկաստանում եւ անգամ կենտրոններ կան այնտեղ տնօրենների խորհուրդը Միացյալ Նահանգներից է ընդհանրապես այս ամասնամ եւ ներկայացնում ենք ծրագիրը բացատրում ենք թե ինչու է խնդիրը
եւ հետո առաջարկում ենք դառնալ դոնոր։ Եվ փաստորեն սա այն ցավոք սրտի այդպես կարող ասել, ցավոք սրտի այն քիչ ծրագրերից է եւ նախագծերից է, որը իսկապես միավորում է Սփյուռքը եւ Հայաստանում բնակվող հայերին։ Նախ սկիզբը նույնպես այդ գաղափարախոսության վրա էր հիմնված, որտեղ մենք չունենք մասնագետներ, ընդհանրապես Հայաստանը, առողջապահությունը, արյան դոնորների մասին սահմանափակում էր մեր գիտելիքները այդ առումով, եւ երբ որ խնդիր ցակեց եւ պահանջը առաջացավ, առաջին բանը որ արեցինք դա Սփյուռքի դուրը թակելներ եւ այնտեղ գտնել մարդկանց ովքեր մասնագետներ, որոնք արդեն պատրաստի մասնագետներ էին, մենք ժամանակ չկորցրեցինք, անցնել են դժվար ուղով, որպեսզի կրթենք մասնագետին, նրանք մասնագիտանան, դրսում կրթվեն եւ այլն։ Հեծանիվ չմոգոնեցինք։ Հեծանիվ չմոգոնեցինք, որտեղ դա արդեն կար եւ ուրախություն մեզ Դոկտոր Ջորդանը համաձայնվեց դա հիմնադիրն է այս ծրագրի եւ նախագահը համաձայնեց եւ առ այսօր մենք այդ կապը պահպանում ենք եւ օգնում ենք թե Հայաստանի հիվանդներին, թե աշխարհասփյուռ հայերին եւ թե օտարազգիներին։ Որոնք որ կարողանում են օգտվել։ Որոնք որ համընկում են մեր դոնորների հետ։ Հասկացա։ Պարոն Ավագյան, ոսկրածուծը առհասարակ որ հիվանդությունների համար է հարկավոր եւ որտեղ է այդ հարցը որ կյանքի եւ մահի։ Շնորհակալ եմ հարցի համար, որտեղ մեր ընկերներից պարզ է կարծես թե լիմֆան պարզ է, ոսկրածուծի պարագայում ինչ է։ Տեսեք, կարևորում եմ այդ հարցը ինչու համար, որտեղ մեր ընկերներից շատերը խառնում են ուղեղի հետ։ Հիմա եւ արդեն վախերի եւ ֆոբիաների մի ամբողջ շարան է դրան հետևին հաջորդում։ Արյունը գոյանում է կարմիր ծուծքում։ Մենք ունենք երկու տիպի ոսկրածուծ մարդու մարմին ընդհանրապես, դա դեղին ծուծքն է, որը սնուցման ֆունկցիաներ ունի եւ կարմիր ծուծքը, որը տեղակայված է սպունգաձև ոսկրերում, հա, այսպես սպանջի։ Դա կրծոսկրն է, դա կոնքոսկրն է, գանգոսկրը, դիակոսկրները, բայց ամենամեծ քանակությունը ուրեմն գտնվում է կոնքոսկրում։ Կոնքոսկրում կարմիր ծուծքից գոյանում են ցողունային բջիջներ, արյան հեմոպոետիկ ցողունային բջիջներ, որտեղ ցողունային բջիջները մի քանի տիպի են լինում, որոնցից առաջանում են արյան բոլոր կոմպոնենտները։ Էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, նեյտրոֆիլներ, անունները տվեք։ Հիմա այս շղթայի գործնեության ընթացքում ինչ որ մի բան խաթարվում է, ընդ որում պատճառը ինչպես մնացած եւ հիմնական օնկոլոգիական հիվանդությունների պարզ չէ, եւ սխալ լեյկոցիտներ են սկսում արտադրել օրինակ, եւ շատ հաճախ լեյկոցիտների քանակի ավելացումը բլաստերի, այսպես ասած, բերում է այս հիվանդության ժողովրդական անվանումը սպիտակարյունություն։ Լեյկոզների մասին է խոսքը։ Անշուշտ կան տարբեր այլ հիվանդություններ, որոնք բուժվում են փոխպատվաստմամբ, բայց հիմնական շեշտադրումը դրվում է ավելի մահաբեր խնդրով առարկայի վրա, մանավանդ որ դիագնոզվում է բավականին երիտասարդ տարիքում, այսինքն երեխաների մոտ։ Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, առաջի բանը, որը արվում է, դա քիմիոթերապիան է։ Առաջի պաշտպանական գիծը քիմիոթերապիան է։ Հայաստանում մեր շարունակաբանության Յոլիանի անվան ինստիտուտը բավական բարձրակարգ մասնագետներ ունի, գերմանական պրոտոկոլներով են աշխատում եւ այլն, այդտեղ ոչ մի խնդիր չկա։ Բայց բոլոր դեպքերում չէ, որ քիմիոթերապիան օգնում է։ Եվ սրանից շատ տարիներ առաջ, ուրեմն այդ հիվանդները դատապարտված էին։ Բայց գիտությունը առաջ է գնում եւ սկսեցին փոխպատվաստման գաղափարը ներկրել, ուրեմն բժշկագիտության մեջ, եւ իմաստը հետեւյալն է, որ դու մեծ դոզաներով, մենք անգամ ասում ենք ձիու դոզայով, սպանում ես բոլոր բջիջները, որոնք վատն են եւ որոնք առաջանում են ոսկրածուծի մեջ, այսինքն զրոյացնում ես հիվանդի իմունիտետը, պաշտպանական բոլոր հնարավորությունները, այդ է պատճառը, որ հիվանդներին տեղակայում են հատուկ որ հանկարծ չհիվանդանան, չմրսեն, բացիլ ինֆեկցիա չլինի, որտեղ մի վիրուսը, մեկ վիրուս անգամ կարող է մահաբեր լինել, հա։ Տեղավորում են նման օրինակ բացասական կամ դրական, ինչպես ասում են, թթվածնային հոսքերի պայմաններում, իզոլացված, որից հետո ուրեմն ներարկում են այդ ոսկրածուծը։ Ընդ որում երկու process-ն էլ
այսինքն ներարկումը եւ դոնորների ցավակագրումը արյան միջոցով է կատարվում։ Այսինքն վիրահատություններ, բարդություններ բոլորը Ոչ մեկ չի մտնում ձեր ոսկորների մեջ, գդալներով եւ այլն եւ այլն։ Բացարձակ։ Ուրեմն, տեսեք, բայց որpիսի այս ամեն ինչը կատարվի եւ նորից հույս ու շանս տանք մարդկանց ապրելու, անհրաժեշտ է որ դոնորը եւ հիվանդը նույն գենետիկ կառուցվածք ունեն, այսինքն իրենց հակամարմիններով 100%-ով համընկնեն։ Այստեղ կան խմբեր, թե այստեղ ինչպես են տարբերվում արյունի մեջ, ամեն գիտենք խմբեր կան։ Խմբերը ավելի քիչ չէ։ Այստեղ ավելի այստեղ բազմահազար եւ ամեն օր նոր ալելներ են հայտնաբերվում եւ այլն, բայց կան հիմնական մի քանիսը, առաջի եւ երկրորդ խմբի այդպես հակամարմինները, որոնց արկայությունը արդեն շատ կարեւոր է։ Հիմա տեսեք, երբ որ տրամաբանությունն էլ դա է հուշում, որ առաջի դոնորները պետք է հանդիսանան քույրերը եւ եղբայրները, որտեղ սերում են նույն ծնողներից, հա, դեռ երեխաներին ասենք։ Կա հաշվարկ, որ եթե 4 երեխա կա ընտանիքում, ապա հավանականությունը, որ մեկը մյուսի հետ կհամընկի, 25% է։ 4-ից մեկը կարող է համընկել մյուսին։ Այսինքն ծնողների ժառանգած լինեն նույն գեները։ Շատ երկրներ չունեն ռեեստրներ, օրինակ արաբական երկրներում չկա դրա, որտեղ 10 երեխա են ունենում իրենք։ Այդ երեխաների հավանականությունը, որ մեծ է, որ չէ, մեծ է, որ կհամընկնեն։ Հա։ Մեր պարագայում 4 երեխա ունեցող ընտանիքները առավել եւս հիմա հաշվառնելով շատ հանգամանքներ, շատ ավելի քիչ է։ Այդ նշանակում է, որ այսինքն արաբական երկրներում պետք չէ այդ ռեեստրը ունենալ։ Պետք չի, իմաստ չունեն։ Հասկացա, այսինքն գալիս են մեկը մեկի իրար հետ համընկնում։ Իմաստ չունի գումար ծախսել նման օրինակ։ Որ մարդիկ ունենան բանկ, որտեղ որ այդ ամենը այո։ Մեր պարագայում, քանի որ 4 երեխա ունեցող ընտանիքները քիչ են, կչացել են, անգամ գյուղական բնակչության շրջանակներում, ի հայտ եկավ մի հանգամանք, որ անհրաժեշտ է ստեղծել ոչ ազգակից ռեեստր, մարդկանց ռեեստր, ոչ ազգակից մարդկանց մի խումբ, որոնք պատրաստ են անվարձահատույց ծովնային բջիջներ տալ այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ինչպես կարող է հասարակ մարդը, որը որ հիմա մեզ լսում է առաջին անգամ եւ առաջին անգամ այսպիսի հարց իր համար բարձրացվե, կյանքում դառնալ դոնոր։ Ինչը պետք դրա համար անել, ուր է պետք դիմել։ Դրա համար պետք է 18 տարեկան առնվազն լինել չափահաս, որպեսզի որոշում կայացնելու իրավունք ունենաս, եւ համարել իրեն առողջ։ 18-ից 50 տարեկան ցանկացած անձ կարող է դառնալ դոնորների ռեեստրի անդամ, մեր ընտանիքի անդամ։ Մենք արդեն 35000 դոնորներ ունենք, ընդ որում նրանցից մեծ մասը Հայաստանից է, հետո մեծ խմբականակ Ղարաբաղից է գալիս։ Մենք Ղարաբաղում շատ լավ դոնորագրումներ ենք իրականացնում եւ պետք է ասեմ, որ Ռազմական ակադեմիան Վազգեն Սարգսյանի անվան մեր հիմնական գործընկերներից մեկն է, երբ որ մենք գնում ենք սպաների շրջանակում իրականացնում ենք, ես հիշում եմ, երբ առաջի անգամ իրենց դիմեցինք, մտածում ենք, որ զինվորականներ են 4 Բայց իրականում նրանցից գեներալ այն ժամանակ ասեց, «Ո ինչ լավ առաջարկ է, որ մեր սպան, մեր զինվորը ոչ միայն գործիք է, ինչ որ թշնամուն ոչնչացնելու, այսինքն կյանք խլելու, այլ նաև կյանք տալու»։ Ինքան դուր եկավ այդ բանը, ասեցի, տեսեք ինչքան բան է փոխվել։ Այո։ Ամենայն դեպս էլի։ Եվ նրանք մեր պարտներներն են, գործընկերներն են։ Մոտորապես 25%-ը դա Ղարաբաղից է, որտեղ մենք Մարտունի 2-3 տարբեր համալսարանում ագրարային, հետո Շուշի տեղափոխվեց նա, հենց Ստեփանակերտի համալսարանում շատ ենք այցելում այնտեղ, որտեղ իրենք էլ հոժարակամ գալիս էին եւ հանձնում էին դառնում էին դոնոր։ Ընդ որում այդ հանձնելու process-ը այսօր հասել է ծիծաղելի աշճանի բարձրության։ Առաջ եթե մենք վերցնում էինք 3 գրամ արյուն երակային, որպեսզի դոնոր դառնան, այսօր buccal swab դուք ենք վերցնում։ Եվ վերջ։ Հա, հասկանում եք, այսինքն խնդիրը նրանում է, որ դուք պետք է ունենաք, հասկանաք, որ օրինակ Գրիգորյան գոռը ունի այսպիսի տվյալներ եւ կարող է դառնալ պոտենցիալ դոնոր ինչ որ մարդու համար։ Մենք Գրիգորյան գոռին ասում ենք Գորջան, դու կարող ես ինչ որ մեկի կյանքը փրկել, որտեվ շատ են հիվանդները, որոնք չունեն դոնորներ։
Այդ դեպքում նոր գորից վերցում են արյուն եւ ներարկում են Գորը ասում են, դե լավ, ես կուզենամ դառնամ դոնոր։ Ինչ որ վտանգ կա դրա մեջ, ես իրան ասում եմ, չէ, չկա, աշխարհում մոտորապես 30,000 փոխհատուցում է իրականացնում։ Պատկերացրեք, ամենամեծ ռեեստրը ամերիկյան ռեեստրն է, չինացիները հիմա գալիս են։ Եվրոպայում գերմանական է եւ եթե որևէ մեկին դոնորից ինչ որ մի բան պատահի, պատկերացնում եք, ինչ ես ինքս էլ չէի ակնկալի, որ կարող եմ վնասել եւ ընդհանրապես սկզբունքը դա է։ Դոնորին չվնասելով ես, մեկն ու մեկին չվնասելով ես դու բուժում հիվանդին, նրա հաշվին չէ, դա մի երիկամ չէ, որ դու վերցում տալիս ես, նա մնում եմ երիկամով։ Սովորական բջիջները անընդհատ վերարտադրվում են ոնց որ արյունը, վերականգնվում է, այսինքն մենք անգամ այդ ժամանակ շոկոլադ էլ չենք տալիս ոնց որ արյան դոնորության ժամանակ։ 450 գրամ են վերցնում, սա 3 գրամ է թուք, այսինքն թուք ենք խնդրում մարդկանցից, որ դառնան դոնոր։ Պարոն Ավագյան, այսօր գոյություն է դեֆիցիտ, պետք է նոր դոնորներ եւ ինչ քանակության մոտավորապես։ Ես ինչպես ասացի, մենք ունենք 35,000-ը, այլևս, թե Սփյուռքից, թե Հայաստանից, թե Ղարաբաղից, ես ուզում եմ հատուկ նշել այդ 3 մեր սյուները, ցավոք սրտի մեկի կորուստը շատ ազդեց մեր վրա, որտեղ մեր դոնորներից շատերը մահացան։ Կորուստ ունեցանք, հետո մնացածի հեռախոսահամարներ փոխվեցին, տեղափոխվեցին Գորավ, բազան Գորավ, որտեղ մենք այդ տվյալները համակարգչի մեջ ենք մտցնում, ինկոգնիտո, միայն համարներ են, որտեղ դա անձնական գաղտնիությունը պահպանելու մեջ այսպեսի խնդիր ունենք, հետո դոնորը եւ հիվանդը իրար չպետք է իմանան, որպեսզի խուսափենք բոլոր հնարավոր բացասական երևույթներից, որոնք կան աշխարհում, օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ մասնավորապես եւ վերադառնալով ձեր հարցին, ինչքան է պետք, որ ինչքան շատ լինեն դոնորներ, այդքան լավ, այնքան հավանականությունը համընկումների մեծանում են։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Ինչքան շատ, այնքան ավելի շատ կյանքեր մենք կփրկենք։ Այո։ Ճիշտ է, բժշկագիտությունը զարգանում է, մենք ալտերնատիվ ճանապարհներ ենք մտնում։ Օրինակ, պարզ դարձավ, որ պորտալարային արյան մեջի ծովային բջիջները ամենաուժեղներն են, ամենամարտունակն են եւ կարող են կյանքեր փրկել եւ հիմա մենք ունենք 250 պորտալարից հավաքագրում ենք արյունը, իհարկե միջանկյալ կազմակերպություններ կան, որ դա անում են, դա արդեն մասնավոր կարծես մի բան է, ռեեստր է, ծնողները համաձայնում են, ծննդաբերության ժամանակ վերցվում է պորտալարը, որոնց սովորաբար թափվում է, այդտեղից վերցնում ենք ծովային բջիջները եւ պահպանում ենք այնքան, ինչքան նրանց անհրաժեշտ է։ Ոչ միայն նոր կյանք է գալիս ձեր ընտանիք, այլ նաեւ հույս կա, որ ինչ որ կյանքեր կփրկեք նաեւ դուք ձեր բալիկի պորտալարով։ Ցավոք սրտի ժամանակը սպառվեց, ես հուսով եմ, որ մենք ելի կհանդիպենք եւ մյուս անգամ որ կգաք մեզ մոտ հյուր, կասեք, որ ոչ թե 35,000 դոնոր ունեք, այլ արդեն 70,000։ Սա շատ կարեւոր հարց է, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրներ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրի գործադիր տնօրեն պարոն Սևակ Ավագյանը եւ այսօր հենց ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը դոնորների օրն է նշում։ Դուք եք կարող եք դառնալ դոնոր եւ փրկել կյանքեր, դա իսկապես շատ կարեւոր է։ Մենք մի բուռ ազգ ենք եւ պետք է իրար օգնենք եւ այս բարեգործական հիմնադրամը կարճ եւ պարզ ճանապարհ է ցույց տալի, թե ինչպես դա կարելի անել։